վատ նորությունով եմ եկել հարազատս, խոսքս ուշադիր լսի, որ իրար ճիշտ հասկանանք ինչի մասին է խոսք գնում ընդհանրապես, վերցնելով վերջի 3-4 ամիսները, սենց ստացվեց, ես եղա 25-օրյա վարժական հավաքին, որը որ իմ պարտքն եմ համարում, ու ամեն մարդ չի, որ գնում է, այսինքն լիքը մարդ խուսափում է 25-օրյա վարժական հավաքից, չնայած որ մեր պարտականությունն է դա։ Եվ վարժական հավաքներից հետո եկա եւ ակտիվորեն մասնակցեցի քարոզարշավին։ Այսինքն 3 եւ 4 ամիս մոտավոր ընդհանուր տևողությամբ ես բացի թող արեցի իմ աշխատանքը, կատարելով այլ ավելի կարևորագույն քայլ իմ աչքերով։ Սենց եկեք հասկանանք, նայեք, կարևոր չի դու սատարում ես իշխանությանը, թե ընդդիմությանը, կան հայրենասեր մարդիկ, աջակիցներ եւ ընդդիմության կողմից եւ իշխանության կողմից։ Յուրաքանչյուր ոք ունի իր աշխարհայացքները ու իր հայրենասիրությունը վերապրում է, ապրում է ու տեսնում է իր աշխարհայացքի մեջ ու իրան ամբողջությամբ ներդնում այդ գործի մեջ։ Ես ոչինչի համար չեմ փոշմանում, չնայած որ լիքը քննադատությունների, կտանքների, լիքը վատ միջադեպերի հանդիպեցի, այսպես ասած, ընդհանրապես ես մի բան կասեմ, այս պահով դատողը անձը չի, մեզ դատողը Աստվածն է եւ թող վրես քարն էդի առաջինը այն մարդը, որ ինքը իրան անմեղ է լիովին համարում։ Այս ամեն ինչից ելնելով ես բացի թող արեցի իմ աշխատանքը, քիչ ուշադրություն դարձնելու պատճառով իմ աշխատանքին ես այսօր կորցրեցի արդիշոպը, Ագաթանկեղոսի 7 մասնաճյուղում գտնվող արդիշոպը։ Ներկա պահին ես ունեմ արդիշոպ միայն Երևան տոնավաճառում 108 եւ 109 տաղավարները։ Ցավում եմ, որ կորցրեցի Ագաթանկեղոսի 7 արդիշոպը, որտեղ որ մնաց աշխատակազմ անգործ, չնայած որ մարդիկ իրենց գործ կճարեն, հարցը դրանում չի, ստիպված եղա կտրուկ արարքների, կտրուկ գործողությունների դիմել եւ թողնել խանութը։ Կուտակեցի մեծ պարտքեր, մեծ պրավալներ, բացի թողանելու ժամանակ եւ հիմա ինձ տալով մեր նվիրական գործին։ Ես այդ քայլերին գնացել եմ ոչ միայն իմ համար, չնայած որ առաջինը իմ համար, թե 25-օրյան եւ թե քարոզարշավը, այլ մնացածը բոլորիս համար, ձեր երեխաների համար, ձեր ապագայի համար, մեր երկրի ապագայի համար, իմ աշխարհ քաղաքական հայացքով ես տենց եմ տեսնում։ Ու ես ոչ մեկից չեմ եկել ոչ գումար խնդրեմ, ոչ էլ ինչ-որ մի հատ տենց նմանատիպ մի բան։ Ուղղակի ես ինձ սիրող, սատարող բոլոր մարդկանց դիմում եմ, որ արդիշոպը ունի քո աջակցության կարիքը։ Քո աջակցության կարիքը այնքանով, որ դու պիտի հագնվես արդիշոպի Երևան տոնավաճառի 108 եւ 109 տաղավարից, եթե աջակցում ես ինձ, եղբորդ։ Արդիշոպերն ունեն քո կարիքը։ Դու որտեղ էլ ապրելուս լինես, մենք սպասում ենք քեզ։ Իմ խանութը, իմ աշխատակազմը սպասում է քեզ, սպասում է քո գնումներին, մենք բոլորից շատ սիրում ենք, շատ հարգում ենք եւ անկախ նրանից մենք իրար հետ նույն աշխարհաքաղաքական հայացքով ենք նայում այս երկրին, թե չէ, մենք բոլորս նույն ազգն ենք ու ես չեմ դադարում սիրել ձեզ։ Արդիշոպի ամբողջ անձնակազմը սպասում է ձեզ։ Դու ինձ աջակցում ես, լինես բանվոր, շինարար, ոստիկան, թե մյուս աշխատանքները, պատգամավոր, թե վարչապետ, արդիշոպը սպասում է քեզ քո գնումներին, թե նույնիսկ ընդդիմադիր թեկնածուի առաջնորդ։ Բացարձակ կապ չունի, ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, այսօր ունենք այն ինչ որ ունենք, այս ամեն ինչի հետևանքով, այո, ես կորցրեցի Ագաթանկեղոսի 7 արդիշոպը, բայց մենք իրար հետ կհասկանանք արդիշոպը 108 եւ 109 տաղավարները կորցնելու ենք նույնպես, թե օգտվում ենք իմ խանութներից։